Ողջույն սիրելի բարեկամներ, շնորհակալ եմ, որ միացել եք ինձ։ Ինչպես խոստացել էինք եւ միասին պայմանավորվել էինք, յուրաքանչյուր կիրակի օր երեկոյան ժամը 9-ին պետք է հանդիպեինք իմ YouTube-յան ալիքում Կաֆե Պոլիտիկ հաղորդման ընթացքում, որի ընթացքում ես խոստացել էի ձեզ հետ խոսել եւ զրուցել օրվա տարբեր թեմաների մասին։ Այս շաբաթ բացառաբար դա տեղի չունեցավ, դրա մասին ես հայտարարեցի բոլորիս հասկանալի պատճառներով, դե բոլորս գիտենք, որ այդ ժամին, նույն օրը, նույն ժամին հարցազրույց պետք է ունենար նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ հասկանալի պատճառներով, քանի որ իմ լսարանի մի խոշոր մասը հետաքրքրված պետք է լինեին Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը դիտելով, ուղիղ եթերում դիտելով, բնականաբար ես կրադասեցի, որ նախընտրեցի այս անգամ դա լայվ տարբերակով չլինի, ես էլ անձամբ կարողանամ ուղղակի ուղիղ եթերում լսել նախագահ Քոչարյանի հարցազրույցը եւ հիմա ձեզ ներկայացնում եմ այս ուրեմն տեսագրված ուրեմն տարբերակը։ Բայց այնուամենայնիվ թեման, քանի որ կարևոր էր, ես չէի կարող սպասել մինչև հաջորդ շաբաթ, քանի որ ինչ-որ բաներ պետք է տեղի ունենա այս շաբաթվա ընթացքում մինչև հաջորդ կիրակի օրը, հետաբար ես ուզում եի անպայման այս թեմային խոսել եւ գերադասեցի ու նախընտրեցի այս տարբերակով ձեզ հետ շփվել եւ թեման ձեզ ներկայացնել։ Բայց մինչև թեմային անցնելը, ինչպես միշտ ուզում եմ ձեզ խնդրել, բաժարտագրվեք իմ ալիքին, նաև հնարավորության դեպքում ձեր լայքերը դնեք, ձեր կոմենտները թողեք, մեկնաբանությունները թողնեք այս տեսագրության տակ, ինչ էլ որ լինի, ամեն դեպքում դրանք օգնելու են ձեր բաժարտագրությունների թվի բարձրանալը, բնականաբար նաև լայքերը, ռեակշնները, որ կան, մեկնաբանությունները, որոնք քննարկումները, որոնք տեղի են ունենում այս տեսագրության տակ YouTube-ի հարթակում, օգնում են, որպեսզի YouTube-ի ալգորիթմից օգտվելով այս տեսագրությունը ավելի շատ, այդպես ասած, մարդկանց հասանելի դարձնի եւ բնականաբար այն խոսքը, որ դուք նախընտրում եք, ժամ եք հատկացնել, եկել եք, լսում եք, նաեւ հասանելի է դառնում ուրիշների եւ ուրիշները նաեւ հնարավորություն ունենում դա լսել։ Նաեւ կխնդրեմ հնարավորության դեպքում այս ալիքի մասին տեղյակ պահեք ձեր ընկերներին, հնարավորության դեպքով նաեւ կիցվեք հղումով, որը կօգնի նաեւ այս ալիքի ուրեմն տարածմանը։ Իսկ թեման, որի մասին ես ուզում եմ խոսալ, վերաբերում է հակաեկեղեցական արշավին, որը Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ամիսների ընթացքում ծավալել է։ Ու հետարքի մի իրադարձություն պետք է տեղի ունենա առաջիկա ուրեմն ուրբաթ եւ շաբաթ օրերի ընթացքում, որը իմ համոզմամբ չափազանց կարեւոր է, բայց միևնույն ժամանակ չգիտեմ ինչու զարմանալիորեն վրիպել է մեր մեդիա դաշտի դիտանկյունից, նրանք ընդհանրապես հետաքրքրված չեն այդ թեմայով, քանի որ ես համոզված եմ, հիմա կխոսեմ այդ մասին, կփորձեմ որքան հնարավոր է համառոտ ապացույցներով ձեզ ցույց տալ, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը փորձում է այն պայքարը, որը հիմնականում ձախողել է ներքին լսարանի դաշտում, այսինքն Հայաստանի ներքաղաքական կյանքում, ինչև այս պահը ձախողել է եւ որևէ ընդառաջում չի գտել, այսինքն Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակական զրկումը, վարկաբեկումը, կաթողիկոսի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դեմ ծավալված պայքարը, որը զրո աջակցություն է ձեռք բերել ժողովրդի կողմից, դա Հայաստանի սահմաններից հանել դուրս, դրան տալ միջազգային տեսք եւ մի տեսակ իր պայքարին տալ միջազգային լեգիտիմություն հայոց եկեղեցու դեմ եւ ստեղծել զուգահեռ կառույց։ Հիմա քիչ հետո կխոսեմ դրա մասին, կարծում եմ դուք էլ ինպես կհամոզվեք, որ այս ամենը պատահական, այսպես ասած, հավակնություններ չեն եւ լուրջ պլան է գնում, որը դժբախտաբար, ինչպես ասեցի, մինչև այս պահը վրիպել է մեր ուրեմն շատ ընդդիմադիր դաշտի, չգիտեմ, նաև մեր, այդպես ասած, ընդհանրապես այս թեմայով հետաքրքրվողների տեսադաշտի ցավոք սրտի, հուսով եմ, որ այս տեսագրությունը առիթ կդառնա, որպես այս շաբաթվա ընթացքում այս թեման շոշափվի եւ որքան հնարավոր է չեզոքացվի այս դավադրությունը, այս պլանը, որը շատ մանրակրկիտ կերպով ես մա կբացատրեմ ինչպես է մշակվել եւ ինչ է տեղի ունենում։ Հիմնականում որտեղից սկսվեց պատմությունը, ես պատահաբար Արամ Համբարյանի, ուրեմն Արամ Համբարյանի թե չգիտեք, Հայդատի ուրեմն գլխավոր դեմքերից մեկն է Միացյալ Նահանգներում, իր Facebook-յան գրառումներից ծանոթացա մեկ միջոցառման հետ, որը պետք է տեղի ունենա առաջիկա ուրեմն ուրբաթ եւ շաբաթ օրերի ընթացքում նոյեմբեր 14 եւ 15-ին Երևանում։ Դա խոսվում էր Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշ այդ անվան տակ է ձևակերպված անգլերենով եւ նման միջոցառում էր։ Արամ Համբարյանը բազմաթիվ այդպես ասած գրառումներ է կատարել անգլերենով այդ մասին, փորձ է կատարել այդ շրջանակին, ովքեր կազմակերպում են մասնակիցներին, ովքեր մասնակցելու են այդ միջոցառմանը, տեղյակ պահել, որ այնտեղ, որտեղ դուք գնում եք մասնակցելու նման աղոթքի, դրանից քիչ հեռու մեկուսարանում պահվում են arczepiskoposներ, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ գործիչներ, իրենց միայն խոսքի արտահայտման մեղադրանքով կալանավորված են եւ շատ
լուրջ պայքար է տարվում հայոց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Ինձ հետաքրքրեց առաջին հայացքից բնականաբար ինչ միջոցառման մասին է ուրեմն խոսվում, որովհետև ես առավոտից գիշեր բավականաբար գիտեք հետևում եմ լուրերին Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտին, հետևում եմ Facebook-յան գրառումներին, լրատվական միջոցներում հրապարակված նյութերին, նաև Նիկոլ Փաշինյանի գրառումներին, որոշ քպականների գրառումներին, Աննա Հակոբյանի գրառումներին, կառավարության հայտարարություններին Եվ նման բան չէի նկատել, այսինքն չէի տեսել, որ նման մեկ միջոցառում պետք է կազմակերպվի կամ հայկական լսարանի մոտ այդպիսի բան, որից այդտեղ նշված չէր։ Հետաբար իմ հետաքրքրությունը, այդպես ասած, գրգռվեց, որպեսզի գնամ, փորձեմ հասկանալ ինչ է տեղի ունենում եւ խոսքը ինչի մասին է։ Իսկ փորձեցի համացանցում որոնում անել այդ կապակցությամբ, հետաքրքիր կերպով շատ քիչ տեղեկություն գտա։ Հիմնականում եթե Հայաստան, Արմենիա prayer breakfast անուններով ինչ-որ գրավորումներ փորձում կատարել, շատ, այսպես ասած, հազվագյուտ տեղեկությունների, այսպես ասած, սուղ տեղեկությունների եք հանդիպում, հիմնականում տեղեկությունների խոշոր մասը վերաբերում է անցած, եթե չեմ սխալվում, փետրվարին, հունվարի վերջին, փետրվարին Վաշինգտոնում կայացած մեկ միջոցառման National Prayer Breakfast անունով, որին մասնակցել է Նիկոլ Փաշինյանը, գիտեք, դրա շրջանակներում կազմակերպված ինչ-որ ելույթներ ունեցել, որի մասին ընդհանրապես ոչ մի տեսագրություն չեկավ, ընդհանրապես մենք միայն մեկ հատ լուսանկար ունենք այդ ամեն ինչից եւ Նիկոլի գրավոր խոսքը, որ պաշտ չեղավ որտեղ է խոսացել, ինչ նախաճաշի է մասնակցել, ինչի է մասնակցել, ամեն դեպքում դրա մասին ժամանակին խոսացել եմ, չխորանամ։ Հիմնականում դրա մասին էր, ու միայն մեկ հղում կար, որը մեզ տանում էր դեպի ուրեմն այդ միջոցառման պաշտոնական կայքեջը, որը ստեղծվել էր այդ միջոցառման մասնակիցների համար։ Փորձեցի մտնել ինչ-որ տեղեկություններ գտնել այդ միջոցառման մասին, ուրիշ որից էլ լրատվություն, լուր այդ առումով անգլերեն լեզվով, որ նման միջոցառում կա, եկեք մասնակցեք, ովեր են մասնակիցները, դե գիտեք, նման մակարդակի միջոցառում, եթե միջազգային առումով է տեղի ունենում, բնականաբար դրա շուտ պետք է շատ լայն քարոզչություն դաշտարված լիներ, PR աշխատանք իրականացված լիներ, բայց որևիցե բան դուք չեք կարողանում գտնել։ Երբ փորձեցի կայքեջի միջոցով ինչ-որ տեղեկություններ ձեռք բերել, նկատեցի, որ կայքեջի մեջ էլ այդպես ասած խոշոր տեղեկություններ հիմնականում չկան, կայքեջը դուք կտեսնեք, ուրեմն այստեղ հիմնականում կառավարության լոգոն է, շատ հիշեցնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կայքեջն է հիշեցնում, եւ այնտեղ շատ հիմնականում շատ այդպես ասած հակեիչ տեղեկություններ են Հայաստանի մասին, Հայաստանն ներկայացնում է որպես առաջին քրիստոնյա պետություն, բայց ամենակարևորը նպատակի մասին է խոսվում, որ ինչու այս նախաճաշը կազմակերպվել եւ այդտեղ շատ հստակ կերպով գրված է, որ սա վայելում է Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, հովանավորությունը, մասնակցությունը եւ հիմնված է հիմնականում այդ խաղաղության կեղծ թեմաներին, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում։ Որևիցե այդպես ասած հեռախոսահամար չկա, որևիցե հասցե չկա, որպեսզի դու կարողանաս ուղղակի կապվես, տեղեկություն ստանաս եւ իմանաս ինչ է տեղի ունենում։ Կար միայն մեկ հղում, որի միջոցով անձը կարող էր, այդպես ասած, ցանկության դեպքում գրանցվել եւ մասնակցության հայտ ներկայացնել։ Իհարկե, հենց առաջի անգամ ես այս թեմայի մասին խոսեցի, մեկը եկավ գրառումների տակ, ուրեմն բացատրություն էր թողել, որ սա կազմակերպում է Ստեփան Սարգսյան անունով մի անձնավորություն։ Ես սկզբում չգիտեի ումի մասին է խոսքը, եւ քանի որ անհատական այդպես մի հատ գրառում էր, մտածեցի ավելի լավ է, որ ես անձամբ ստուգեմ տեղեկությունները եւ հետո հիմնականում հայտարարություններ անել։ Ուրեմն, այսպես ասած, գրանցվեցի որպես անձ, ով ուզում է մասնակցել, ցանկություն ունի մասնակցել այդ նախաճաշի միջոցառմանը։ Եվ հաջորդ օրներ, եթե չեմ սխալվում, պատասխան էլեկտրոնային նամակ ստացա, email ստացա, նույն Ստեփան Սարգսյանի ստորագրությամբ, որ ներկայացել էր որպես կազմակերպիչ կոմիտեի նախագահ, տեղեկություններ էր հիմնականում միջոցառման մասին, եթե չեմ սխալվում, նաև տեղեկություններ կար ուրեմն հյուրանոցների մասին, ընդհանուր տեղեկություններ էր Հայաստանի մասին, ու նաև երկրորդ մի-որ կցված, այդպես ասած, ֆայլ էլ կար, որը ներկայացնում էր միջոցառման 2 օրվա ուրեմն օրակարգը կամ ծրագիրը, որ տեղի ունենում։ Դուք կարող եք տեսնել դա։ Ուրեմն ինչպես արդեն նկատում եք, այստեղ առաջին օրվա ընթացքում հիմնականում փանելային քննարկումներ են ուրբաթ օրվա ընթացքում, թեմաներ, որոնք շատ էլ այդպես ասած հոգևոր աշխարհի հետ քրիստոնեության կապ չունեն, դիվանագիտություն, էթիկա, արհեստական բանականություն, երկու թեմա այդպես հավատք, բան եւ կանայք բան այդպես բաներ կա։ Ամեն դեպքում առաջին օրվա ծրագիրը դա է եւ տեղի ունենալու Հայաստանյան ազգային պատկերասրահի դահլիճում է դա տեղի ունենալու եւ կազմակերպվելու։ Իսկ արդեն հաջորդ օրը շաբաթ առավոտյան
ուրեմն կազմակերպելու է պաշտոնական ընթրիքը, որը չեմ սխալի, թե չեմ սխալվում, 3 ժամվա միջոցառում է լինելու, հիմնականում այդտեղ է, որ ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանի եւ ուրիշների մասնակցությունը լինելու է, հիմնական միջոցառումը այդտեղ է, խոսակցությունները այդտեղ են լինելու այդ նախաճաշի ընթացքում, իսկ արդեն երեկոյան շատ հետաքրքիր կերպով կազմակերպված է այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին թանգարան, հիմա սրա մասին ես կխոսեմ, եւ գիշերն էլ արդեն երիտասարդական թատրոն եւ մշակութային միջոցառում է նախատեսված։ Այս տեղեկությունները ստացա։ Բնականաբար փորձեցի հասկանալ ով է Ստեփան Սարգսյանը։ Որոնում անցկացրեցի ու իզարմանս ինձ դեպքը շատ ծանոթ ուրեմն երևաց այս անձի, իսկ մի քիչ որ պրպտեցի շատ հետաքրքիր նկատեցի, որ հիշալ անձը ուրեմն մաս է կազմում Աննա Հակոբյանի Իմ քայլը հիմնադրամին եւ ավելի զարմանալին այն, որ ղեկավարում է կրթվել է նորաձև է շարժումը, ներկայացված է որպես Ստեփան Սարգսյան, կրթվել է նորաձև է շարժման ղեկավար։ Ինչքով է Ստեփան Սարգսյանը, որի առումով սրանից հետո է որ արդեն ես սկսեցի լուրջ կասկածներ ունենալ, որ սա հիմնականում ինչ-որ նպատակ է հետապնդում այս միջոցառումը եւ փորձեցի ավելի պրպտել եւ հասկանալ։ Որքան գիտեմ Ստեփան Սարգսյանը ծնունդով ամերիկահայ է, այսինքն այստեղ է ծնվել, մեծացել, համալսարան է գնացել, թե չեմ սխալվում UCLA-ում է ավարտել քաղաքագիտություն, հետագային գնացել է Արցախ, ուրեմն այնտեղ հիմնականում Մասիս Մայրյանի, եթե չեմ սխալվում, թիմի մեջ է եղել, դա արդեն գիտեք Մասիս Մայրյանի անունը կապվում էր սորոսական շրջանակների հետ։ Ժամանակին Բակո Սահակյանի ժամանակ եղել է Քաշաթաղի մարզի ղեկավար, իսկ հետո երբ Արայիկ Հարությունյանը ընտրվել է նախագահ, եթե չեմ սխալվում, ինձ ասեցին պրպտումների արդյունքում դրան հանգեցի, եթե չեմ սխալվում, ուսեմ ճիշտ լինի, հենց առաջին օրը աշխատանքից հեռացնում է Ստեփան Սարգսյանին, մարզպետի աշխատանքից հեռացնում է, եւ նա զբաղվում է տարբեր այլ գործունեությամբ։ Հիմա այդ ընթացքում գործունեություն շատ էլ հետաքրքիր չէ։ Եթե ցամ 2024 թվականին ինքը Միացյալ Նահանգներում է եւ այստեղ ես հետաքրքիր կերպով հանդիպել եմ իրան մեր շրջանակներում, որտեղ ինքը ներկայանում է որպես ընդդիմադիր, ով այդպես ասած տարապում է Արցախի ցավով, Արցախի հանձնման ցավով եւ այստեղ եթե չեմ սխալվում որոշակի նվիրատվություններ էլ հավաքեց Արցախահայության օժանդակելու համար, շատերը եղան որ իրեն վստահելով որպես Քաշաթաղի մարզի ղեկավար ընդդիմադիր ձևացող նվիրատվություններ կատարեցին ու ինքը վերադարձավ Հայաստան ու մի գեղեցիկ օր բոլորի համար պարզ դարձավ որ ինքը ուրեմն համալրել է Իմ քայլ հիմնադրամի շարքերը եւ դարձել է կրթվել է նորաձև է շարժման ղեկավար ու ամենտեղ արդեն այդ շարժման ծրագրերում ներկայանում է նստում է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի կողքին։ Հետագային ես գիտեմ որ իմ ընկերները փորձել էին իր հետ կապվել, բացատրություն պահանջել իր պահվածքի համար, հեռախոսներին չի պատասխանել եւ դարպես կապը կտրվել է։ Հիմա պատկերացնել, որ նման պաշտոնը զբաղեցնող մարդ, պետական նման պաշտոնը զբաղեցնող, հիմա պետական չասենք, բայց այդպես ասած Աննա Հակոբյանի մոտ նման պաշտոնը զբաղեցնող նրա կողմից ֆինանսավորվող անձը կարող է իր անձնական նախաձեռնությամբ մի նման միջոցառում կազմակերպել եւ ղեկավարել, կարծում եմ, որից է մեկը դրան չի հավատալու եւ հաստատ կարելի է հասկանալ, որ այստեղ շատ այսպես ուղիղ կերպով երևում է Աննա Հակոբյանի նրա ղեկավարած հիմնադրամների, Իմ քայլ հիմնադրամի եւ ուրեմն կրթվել է նորաձև է շարժման ականջները այստեղ շատ հստակ կերպով ուրեմն երևում են եւ նկատելի են։ Հետագային ես ստացա նաև մեկ ուրիշ email, որ ավելի մանրամասնությամբ էր բացատրություններ տալիս, որ եթե ցանկանում եք մասնակցել, արդեն ձեր վրա է ծախսերը եւ այսինքն անձը պետք է ինքը հոգա հյուրասիրության ծախսերը, մասնակցության ծախսերը, հյուրանոցների ծախսերը, ցանկեր էին ներկայացել, որ պրոմո կոդեր կա, եթե կարող եք դիմել ավելի էժան արժեքներով կարող եք ստանալ, եւ դա ստորագրեր էր, եթե չեմ սխալվում, Էլինա Դալերյան անունով մեկը, որի անունով ես ինչ-որ պրպտում կատարեցի, չկարողացա այդպես ասած շատ ավելի մանրամասն տեղեկություններ ցեք բերել։ Բայց հետաքրքիր այդ email-ի մեջ մի հետաքրքիր նախադասություն էր, որտեղ գրված էր, եթե մենք ձեզ արդեն տեղյակ ենք պահել եւ ինքներս ենք ձեզ հրավիրել մասնակցելու այս միջոցառմանը, անտեսեք այս email-ը, ձեր ծախսերը մեր վրա է դրված։ Նշանակում է, որ այս միջոցառումը ունի մասնավոր հրավիրյալներ, որոնք ուղղակիորեն այդ հիմնադրամի կողմից ընտրվել են եւ մասնակցել են, իսկ այդ հղումների բաժինը, որ դրված է, պարզապես ձևական ցուցական մի բաժին է, որ եթե որևէ մեկն էլ ցանկանում է մասնակցել, ուրեմն գնա մասնակցի։ Որտեղ է կասկած առաջացնում այս միջոցառումը, այնտեղ որ եթե դու նման մակարդակի միջոցառում ես կազմակերպում, ուրեմն արտասահմանյան լսարանի համար եւ փորձում ես այդպես ասած դրսից հյուրեր հրավիրել բերել Հայաստան, դա երկու նպատակ կարող է հետապնդել։
Եթե դրա նպատակը հիմնականում քարոզչական լինի, այսինքն դու փորձում ես ինչ-որ քարոզչական աշխատանք իրականացնել Հայաստանի կապակցությամբ, туриզմի զարգացման կապակցությամբ, հոգևոր աշխարհի կապակցությամբ, բնականաբար դու արդեն պիտի լայն PR-ային աշխատանք իրականացած լիներ, որպեսզի կարողանայի որքան հնարավոր ավելի շատ մարդ հավաքել, մարդ բերել, մասնակիցների թիվը բարձրացնել քո միջոցառմանը։ Բայց ինչպես սկզբում բացատրեցի, որևիցե այդպես ասած տեղեկություն քարոզչական առումով չկա, ոչ մի ասուլիս չկա, նույնիսկ դուք այդ կազմակերպիչ կոմիտեի անունները չգիտեք ովքեր են, որոնց հնարավորություն ունենաք մոտենալ եւ հարցումներ տալ։ Միայն եթե ասում եմ նամակ է գրում, պատասխանի մեջ ստացած պատասխանի տակի ստորագրությունից կարող եք իմանալ, թե ով է կազմակերպիչը։ Մյուս նպատակը, որ կարող եթե քարոզչական չի, որ նշանակում է դա ունի շատ որոշակի հստակ քաղաքական նպատակ եւ ընդհանրապես նպատակը, այսպես ասած, լայն լսարան հավաքագրել, բերելը չի եղել, այլ ընտրյալ մարդկանց բերել, նստացնել որոշակի նպատակով բերել Երևան, գումար ծախսել, նրանց բերել Երևան, հիմա հիմնականում որոշ նպատակ իրականացնելու համար։ Իմ հետագա որոնումները շատ ավելի հետաքրքիր իրականություններ պարզեցին, որի մոտ ավելի լուրջ կասկածներ առաջացրեցին այս միջոցառման կազմակերպիչների իրական նպատակների մասին։ Ուրեմն Ստեփան Սարգսյանի բացի, որը հիմնականում հանդես էր գալիս որպես այս ուրեմն միջոցառման կամ այս աղոթքի նախաճաշի կազմակերպիչ կոմիտեի կամ հանձնախմբի նախագահ, ես հանդիպեցի մի ուրիշ հետաքրքիր անվան՝ Դիդի Լագոսեն անունով մեկ կնոջ անվան։ Իսկ ով է Դիդի Լագոսենը։ Դիդի Լագոսենը ուրեմն Միացյալ Նահանգների Կոլորադոյում աշխատած եւ գրանցված Միացյալ Նահանգներում աշխատող մի հասարակական կազմակերպության նախագահ է, որը կոչվում է Save Persecuted Christians, այդ անունով է հռչակված, եթե թարգմանաբար ասենք, փրկեք հալածված կամ բռնահարված քրիստոնյաներին։ Այդ անունն է կրում եւ հիմնականում իրենց առաքելության մեջ է նայեք, հետեւյալն է, որ իրենք աշխատում են եւ պայքարում են քրիստոնյաների իրավունքների կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում եւ փորձում են պաշտպանել այն քրիստոնյաներին, ովքեր տարբեր երկրներում բռնահարման են ենթարկվում կամ հալածանքների են ենթարկվում, իրենց օրակարգում նաեւ կա եկեղեցիների պաշտպանությունը, տեղահանված ժողովուրդների իրավունքները։ Ու շատ հետաքրքիր կերպով այս կառույցը վերջին մի քանի ամիսների ընթացքում, անցած տարվա ընթացքում բավական լայն աշխատանք է ծավալել եւ միջազգային քարոզչություն է տարել Արցախայության իրավունքների վերադարձ իրավունքի կապակցությամբ, բարձրացրել է ռազմագերիների հարցը Արցախի ու նաեւ հետաքրքիր կերպով բարձրաձայնել է Արցախում ոչնչացման ենթակա հայկական պատմամշակութային եւ եկեղեցական եւ հոգեվոր կոթողների հարցը։ Ու հետո իմացա գրառումներից, որ այս կինը ներառված է կազմակերպիչ կոմիտեի մեջ, հենց իր անձամբ վկայության համար, դու կարող եք տեսնել դա։ Ուրեմն ինքը կոմիտեի հետաքրքիր կերպով անդամներից մեկն է եղել։ Ու հիմա բոլորի մոտ կարող է հարց ծագել, թե ինչպես է լինում, որ նման մեկ կառույց, որի հիմնական նպատակը քրիստոնյաների իրավունքների պաշտպանությունն է, Արցախայության իրավունքների կապակցությամբ ինքը լուրջ աշխատանք է տարել, ռազմագերիների վերադարձի հարցն է բարձրացրել ու նմանատիպ այլ հարցեր Արցախայության կապված, հանկարծ հայտնվում է Աննա Հակոբյանի կրթվելը նորաձև շարժման ուշադրության կենտրոնում եւ ոչ միայն նրա ուշադրության կենտրոնում է հայտնվում, այլ կազմակերպիչ կոմիտեի անդամ է դառնում այդ կառույցի նախագահը եւ միասին փորձում են այս նախաճաշը կազմակերպել։ Մի հետաքրքիր տեղեկություն էլ որ գտա, իհարկե ընդհանրապես կարող է կապել չունենալ շատ այս միջոցառմանից, բայց շատ հետաքրքիր է, որ նույն Դիդի Լագոսենի գրառումն է կամ հարցազրույցն է, թե չեմ սխալվում, սեպտեմբերի 11-ին, որ նման մեկ հայտարարություն անում, որ իր եղերական մահվանից մի քանի ժամ առաջ Չարլի Քիրքը իր համաձայնությունն էր տվել, որպեսզի մասնակցի Հայաստանում աղոթքի նախաճաշին եւ այնտեղ հանդես գա որպես գլխավոր բանախոս։ Իսկ ով է Չարլի Քիրքը, կարծեմ բոլորս հիշում ենք այդ հայտնի տեսագրությունից, թե ինչպես միջոցառման ժամանակ ուրեմն իր մահափորձի ենթարկվեց եւ դժվար պատահարի զոհ գնաց եւ ինքը ընդհանրապես գիտենք արդեն Դոնալդ Թրամփի հիմնական կողմնակիցներից մեկն էր։ Այդ կարծեմ տեսագրությունը բոլորը տեսած կլինեք։ Հետաքրքիր կերպով այդ անձին դիմել էին, որպեսզի գա Հայաստանում ելույթ ունենա այդ միջոցառման ընթացքում, բայց դժբախտաբար այդ եղերական դեպքի պատճառով չկարողացավ ինքը ամեն դեպքում այդ չկարողանալու այդ միջոցառմանը մասնակցել։ Հիմա շատերին կարող է հետաքրքիր թվալ այս ամենը ինչպես կարող է տեղի ունենալ։ Ինչ առնչություն կարող ունենալ այս կառույցը ուրեմն
Աննա Հակոբյանի հիմնադրամի հետ եւ ինչ նպատակ է հիմնականում հետապնդում այս միջոցառումը։ Շատ կարճ բացատրեմ եզրակացությունը, կթողնեմ ձեզ եւ կներկայացնեմ իմ վերլուծությունը, թե հիմնականում ինչ նպատակ է հետապնդում եւ ինչ են փորձում այս մարդիկ անել։ Հիմնականում Ես կարծում եմ մտածված կերպով մոտեցել են այս կառույցին, քանի որ այս կառույցը շատ լուրջ աշխատանք է տարել արցախայության վերադարձի իրավունքների կապակցությամբ, շատ լուրջ աշխատանք է տարվել Ադրբեջանին դատապարտելու հայկական պատմամշակութային կոթողները ոչնչացնելու համար, արցախայությանը բռնի տեղահանության ենթարկելու համար, եւ շատ պարզ է, որ նման կառույցի չեզոքացումը կամ պասիվացումը գտնվում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի օրակարգում, այլ նաեւ Ալիևի օրակարգում, եւ ես կարծում եմ համադրված կերպով Ալիևին հաջողանալու համար, այս կառույցին լրացնելու համար, որքան որ ես նպատակներին չխանգարի, փորձել են մոտենալ այս կառույցին, սիրաշահելով, ներկայանալով որպես քրիստոնյաներ, ովքեր ուզում են նման միջոցառում կազմակերպել, փորձել են նրանց բերել ներառել իրենց ցանցի մեջ եւ հնարավորության դեպքում վերահսկողության ունենալ նրանց ուրեմն հայտարարությունների վրա, տարած աշխատանքի վրա։ Ինձ համար իսկապես հետաքրքիր է, որ հառաջիկա շաբաթ, ուրբաթ եւ շաբաթ օրը Երևանում տեղի ունեցող այդ միջոցառման ժամանակ, հատկապես շաբաթ առավոտյան այդ աղոթքի նախաճաշի ժամանակ, արդյոք այս կառույցի ներկայացուցիչները, հատկապես այդ հարգելի կինը, որը ղեկավարում է այդ կառույցը եւ հիմնականում աշխատանք են տարել արցախայության իրավունքների կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանի, Արադ Միրզոյանի, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, Աննա Հակոբյանի ներկայությամբ բարձրացնելու են արցախայության վերադարձի իրավունքների հարցը մարդկանց մոտ, ովքեր այսօր շատ հստակ կերպով մեզ ասում են, որ արցախայության վերադարձի իրավունք իրենց օրակարգում չկա եւ որից այդտեղ չեն բարձրացնում, շատ հստակ կերպով Նիկոլ Փաշինյանը մերժում է նման օրակարգի գոյությունը, ընդհանրապես իրենց օրակարգում չի Արցախում պատմամշակութային կոթողների պահպանությունը, տեսնում եք ստորագրված փաստաթղթերից որևէ մեկի մեջ որևէ նշում չկա ոչ արցախայության մասին, ոչ այդ պատմամշակութային կոթողների մասին, նաեւ ռազմագերիների մասին։ Անձամբ ինձ համար հետաքրքիր արդյոք հառաջիկա շաբաթ օրը միջոցառման ժամանակ բարձրաձայնվելու այս թեման, չի բարձրաձայնվելու։ Իսկ եթե չբարձրաձայնվի, նշանակում է, որ այս զույգը իրենց ծախսած փողերով, այս կառույցին սիրաշահելով, մոտեցնելով իրենց, դժբախտաբար կարողացել են հասնել իրենց նպատակին եւ կատարել Ալիևի ցանկություններից մեկը եւ լրացնել Միացյալ Նահանգների մասշտաբով առնվազն արցախայության իրավունքների կապակցությամբ քարոզություն տանող այս կառույցին։ Բայց նաև այստեղ կա մի շատ ավելի վտանգավոր ուրեմն նպատակ, թաքուն նպատակ, որը հույսով եմ չի անտեսվի մեր տեսադաշտից։ Դա վերաբերում է վերջի շրջանում հակաեկեղեցական արշավին, որ Նիկոլ Փաշինյանը ուրեմն ծավալել է։ Դե Հայաստանը 301 թվականին ընդունել է քրիստոնեությունը, նույն այս կարգեջի տեղեկությունների համաձայն համարվում է աշխարհում առաջին ժողովուրդը, հայեր համարվում են առաջին ժողովուրդը, որ քրիստոնեություն ընդունել են որպես պետական կրոն, Հայաստանը համարվում է քրիստոնեության բնօրաններից մեկը, կարևոր կենտրոններից մեկը իր կոթողներով, ու ինչ աղոթքի նախաճաշ Երևանի կենտրոնում, եթե այդտեղ չի մասնակցելու Հայր Աթոր Սուրբ Էջմիածինը, բացակայելու է։ Իմ համար հիմա հիմնականում հարցական է մասնակցությունը Հայր Աթոր Սուրբ Էջմիածնի ինչ մակարդակի եւ ինչպես է լինելու այս միջոցառման, հատկապես շաբաթ առավոտվա աղոթքի նախաճաշին։ Արդյոք նրանք հրավեր ստացել են, արդյոք մասնակցելու են։ Այս ամեն իրադարձությունները, որ վերջին շաբաթների ընթացքում, ամիսների ընթացքում տեղի ունեցել, կարծում եմ ինձ նաև ձեզ կբեր այն համոզման, որ Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը ընդհանրապես այս միջոցառմանը չի մասնակցելու։ Բայց միթե կարող է, այդպես ասած, նման մեկ միջոցառում լինել Երևանի կենտրոնում, որևիցե մեկը չներկայանալ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի անունից։ Ու հա, այստեղ էլ թաղված է շան գլուխը։ Նիկոլ Փաշինյանը փորձելու այդ կարգալույց եղած քահանաներին, որի շուրջը վերջին շրջանում կարողացել է մի քանիսին որսալ բերել իր կողմը, բերել նստացնել սեղանին, ներկայացնել որպես Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ, նրանց կեղծ կերպով հոգևորականի հագուստներ հագցնել, քանի որ նրանք հոգևորականի կոչում այս պահի չունեն, այդ հագուստը անօրինական կերպով են կրում եւ մեղք են գործում իրականության մեջ, բայց նրանց հագցնելու այդ հագուստը բերելու է հերթական թատրոններ բեմադրելու ուրեմն այդ միջոցառման ընթացքում։ Իդեպ մոռացա ասել, որ շաբաթ օրվա միջոցառումը տեղի ունենալու Մարիոթ հյուրանոցում։ Բերելու այդտեղ այդ աղոթքի նախաճաշի միջոցառման ժամանակ նրանց ներկայացնելու է որպես Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի կեղծ ներկայացուցիչներ։ Ու ինչ է լինելու, մի շարք միջազգային հյուրեր նստելու են այդտեղ, մասնակցելու են միջոցառմանը,
Եվ լինելու են կեղծ հոգևորականներ ներկայացնելով Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը, եւ մի տեսակ կարծես Նիկոլ Փաշինյանի այդ հակաեկեղեցական պայքարը նաեւ ստանում է միջազգային լեգիտիմություն, այսինքն մարդիկ ընդհանրապես չեն հարցնում, որ արդյոք այս մարդիկ ունեն իրավունք, արտոնություն Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը ներկայացնելու, թե չունեն, եւ նրանց ընդունելու են որպես ներկայացուցիչներ, ու հա այստեղից իրականություն է դառնալու Նիկոլ Փաշինյանի հիմնական հակաեկեղեցական քարոզարշավի միջազգայնացման եւ միջազգային լեգիտիմություն ուրեմն փոխանցելու դժբախտաբար պլանը։ Եթե նայեք մինչեւ այսօր այն աշխատանքը, որ հակաեկեղեցական աշխատանքը, որ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է արշավը, հիմնականում սահմանափակված է եղել ոչ միայն Հայաստանում, այլ մի քանի մարզերում եւ մի քանի քաղաքներում։ Այսինքն հիմնականում ինքը կարողացել է Հովանավանքում 2 անգամ պատարագի մասնակցել, ուրեմն Կիրակի օրը մեկ այլ եկեղեցում ուրեմն արողության էր մասնակցել, հաջորդ շաբաթ ուրեմն որոշվել է գնալ Խաչի գյուղի եկեղեցում պատարագի, հիմնականում 3 եկեղեցիների մասին է խոսքը։ Այսինքն այդ 3 եկեղեցիներում է ինքը կարողացել այդ իր հակաեկեղեցական պայքարը մինչև այս պահին իրականություն դարձնել եւ հիմնականում ձախողում ունեցել։ Բայց նման միջոցառման միջոցով ինչ է լինում, այդ պայքարը ոչ միայն դուրս է գալիս Հայաստանի այդ մարզային սահմաններից այդ 3 եկեղեցիներից, այլ Հայաստանի սահմաններից է դուրս է գալիս եւ ստանում է լուրջ միջազգային տեսք։ Եվ Նիկոլ Փաշինյանը մի տեսակ Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի վեհարանի կաթողիկոսի կողքին ստեղծում է այդ քանի քահանաներից կազմված մի կառույց, որը ներկայացնում է Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը եւ հիմնականում դա ներկայացնում է միջազգային հանրության ներկայությամբ։ Հաստատ այդ միջոցառմանը մասնակից են դառնալու աշխարհի տարբեր, այդպես ասած, եկեղեցիները կամ հոգեվոր աշխարհը, նաեւ կրոնները ներկայացնող կարևոր դեմքեր, ու այդ դեմքերի ներկայություն է լինելու ոչ թե իսկական Մայր Աթոր Սուրբ Էջմիածինը, այլ այն կեղծ կարգալույց եղած հոգևորականությունը, որոնց Նիկոլ Փաշինյանը փորձելու է ներկայացնել որպես հայոց առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչներ։ Իմ համար նաև հետաքրքիր է իմանալ, որ արդյոք այս միջոցառմանը մասնակցելու հրավերը ստացել է օրինակի համար Մայր ուրեմն Մեծի Տալն Կիրիկիո կաթողիկոսությունը Արամ Վեհափարը ստացել են հրավեր մասնակցելու են, եթե մասնակցելու են, ինչ մակարդակի են մասնակցելու, արդյոք տեղյակ են, թե ինչ նպատակը հետապնդվում, արդյոք կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիները, այսպես ասած, տեղյակ են Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական այս արշավի մասին եւ ինչ նպատակ է հետապնդում այս արշավը։ Ինչու եմ այս ամեն ինչի մասին խոսում, սիրելի ընկերներ, հետևորդներ, քանի որ սա շատ լուրջ եւ կարեւոր իրադարձություն է։ Այնինչ որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել Հայաստանի ներքին լսարանի օգնությամբ անել, դրան փորձելու է տալ միջազգային տեսք եւ հաղորդում։ Եվ ամենավտանգավորը եւ ցավալին այն է, որ շաբաթ երեկոյան այս մարդկանց վերցնելու է եւ այդ կարգալույց եղած քահանաների առաջնորդությամբ փորձելու է մուտք գործել Մայր Աթոր Սուրբ Էջմիածին եւ Թանգարան։ Ինչ են անելու այդ օրը։ Այդ օրը երեկոյան կանխելու են, թույլ չեն տալու, որպեսզի այդ կարգալույց հոգևորականներ այդ հագուստով մուտք գործեն իրենց միջազգային հյուրերի ներկայացուցչությամբ մասնակցել եւ մտնել, ասենք, Թանգարան այցելության։ Գիտեք, ես չունեմ սրա պատասխանը, քանի որ չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվելու, եթե հասնենք այդ կետին։ Վերջին շաբաթների ընթացքում, ամիսների ընթացքում տարբեր անգամներ հայտարարվել է, որ այսինչ օրը, այսինչ ժամի, այսինչ տեղը Նիկոլ Փաշինյանը հարձակվելու է վեհարանը գրավելու։ Դրանք տեղի չեն ունեցել։ Բայց այն ինչ որ ես եմ ասում, ամենառեալն է, քանի որ հստակ օրակարգը կա Նիկոլ Փաշինյանի կողմից գրված թղթի վրա։ Շաբաթ երեկոյան այդ նախաճաշի աղոթքի նախաճաշի շրջագծում այդ հյուրերին, որոնք լինելու են բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի տարբեր, ոչ միայն քրիստոնեական աշխարհից, այլ տարբեր կրոնների ներկայացուցիչներ, բոլորին հավաքելու է իր ներկայացուցիչների գլխավորությամբ եւ այդ կարգալույց եղած քահանաների գլխավորությամբ փորձելու են մտնել Մայր Աթոր Սուրբ Էջմիածին եւ Թանգարան։ Ու ինչպես կարելի է դրանց կանխել, ես այս պահին չգիտեմ։ Ու ամենահետաքրքիր այն է, որ այս ամեն ինչը տեղի է ունենում նախ հարաճիկա Կիրակի օրվա պես ասած կարևոր ընտրություններից մեկ օր առաջ։ Դե գիտեք, Կիրակի առավոտյան սկսվելու է վաղաշաբաթի խոշորացված համայնքի ընտրությունները, որտեղ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ պարտություն է կրելու, արդեն իսկ նախապայմաններ է ստեղծում իրավիճակի օգտին փոխելու համար, շաբաթ օր ընդհանրապես քարոզություն տանելու իրավունք չունի, բայց սա այսպեսով ոչ միայն ինչ-որ կերպով քարոզություն է տարվում, այլ փորձ է կատարվելու ինչ-որ լարվածություն մտցնել քաղաքում, Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի շուրջ լարվածություն ստեղծել ընտրություններից մեկ օր առաջ։ Մենք ինչ պետք է անենք, ես կարծում եմ, խոսենք այս երևույթի մասին,
ինչքան ավելի շատ խոսվի, ինչքան ավելի շատ բացահայտվի այս պլանը, այս նպատակը, որ հետապնդում է Նիկոլ Փաշինյանը, կարծում եմ դա կօգնի իր պլանների ձախողմանը։ Փորձը ցույց է տվել, ամեն անգամ, երբ այս մարդկանց պլանները, նախագծերը նախապես բացահայտվում են, նրանք ձախողման են մատվելու։ Այս պահին ես միայն սա գիտեմ, եթե կարծում եմ սա քննարկման առարկա է, մենք ունենք առջևում մի քանի օր, հուսով եմ, որ այս տեսագրությունը տարածվելուց հետո մեր ընդդիմադիր падգամավորները, ընդդիմադիր դաշտը, լրատվամիջոցները ավելի, այսպես ասած, զգաստությամբ կետևեն այս թեմային եւ կփորձենք միասին համախորհուրդ, միասինական կերպով կանխել Նիկոլ Փաշինյանի կարևոր հակաեկեղեցական այս պայքարը։ Կրկնում եմ, երկու հիմնական նպատակ է հետապնդում։ Մեկ, այդ կառույցին բերել մոտեցնել իրենց, հիմա սիրաշահելով, խաբելով, թույլ չտալ, որպեսզի նրանք իրական պայքար ներկայացնեն Արցախահայության վերադարձի իրավունքի կապակցությամբ, սա մեկ։ Երկրորդ, միջազգային լեգիտիմություն փոխանցել Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական պայքարին, խաբելով այս միջազգային կառույցին, մի շարք կեղծ, այդպես ասած, քարկալուց եղած հոգևորականների ներկայացնել որպես Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ։ Ձեր բարեկամներ, շնորհակալ եմ, որ հետևեցիք ինձ, եթե թեման ձեզ հետաքրում է, կխնդրեմ այս տեսագրությամբ կիսվեք նաև ձեր ընկերների հետ, բարեկամների հետ, կխնդրեմ նաև բաժանորդագրվեք իմ ալիքին, ձեր լայքերը, ձեր մեկնաբանությունները այս տեսագրության տակ կօգնեն, որպեսզի այս տեսագրությունը ավելի շատ մարդկանց եւ լսարանի հասանելի դառնա։ Նաև կխնդրեմ ձեր ընկերներին, ձեր բարեկամներին տեղյակ պահել այս ալիքի գոյության մասին ու կիսվել այս բովանդակությամբ։ Շնորհակալ եմ, որ հետևեցիք ինձ, լավ մնացեք, մինչև մի հանդիպում եթերում, որը կարծում եմ կլինի հավանաբար այս միջոցառումներից հետո։ Շնորհակալ եմ։